Տեսեք, ամենակարևոր բանը ինքը տենց մեծամի լկտի սանձարցակ իր ինչ որ բան տոնայնության մեջ է, բայց այդտեղ նաև ես չգիտեմ ինչքան է լկտիության չափաբաժին է, ինչքան է տենց բան է էլի մեծամտության բան թե վախի պաշտպանվելու, որտեվ ինչ որ տենց բան կա բարդույթների, նաև այնտեղ շատ բարդույթներ կա, որ ինքը տենց ինչ որ որոշել է բոլորին, դուք տգետ եք, չգիտեմ ինչ։ Հիմա տեսեք, եթե 7 տարվա ընթացքում իսկ Հայաստանում կա մի մարդ, որ կասկածում է, որ Նիկոլը ամեն ինչով ենթարկում եւ լսում է Աննային, կա այդպիսի մեկը։ Եթե կգտնեք հետաքրքիր կլինի, որ ինչ որ մեկը որ կասկածում է, որ Նիկոլը բոլոր հարցերում ենթարկում եւ լսում է Աննային։ Մի հենց այն հանգամանքը, որ պատերազմի ամենաթեժ այդ ժամանակահատվածում առաջինը գնաց, հետո դրանից հետո իրան իրավունք վերապահեց, նախ դրանից առաջ իր հայտարարությունները, որ ոչ մի բան հենց այնպես չէր, հանուն ոչնչի, ձուլենք, պատերազմ չլինի, ոչ, դուք տեսնում եք, չէ, գնալ այդտեղ այդ ամբողջ տեղերում նկարվել, Մեհրիբային հրավիրել, ինչը մուղամ լսելու, թեյ խմելու, դուք տեսաք, որ ոչ մի բան պատահական չի, այսինքն այս տիկինը ոչ միայն ինքը տենց սիմվոլիկա էր վերում, այլ կոնկրետ հրանգավորված, պայմանավորված, չէ, թշնամու հետ տանում էր։ Հիմա հարց, երկու բան կա, Աննա, դու պիտի կողնորոշվես, կամ դուք ընտանիքով ավարտված տգետ եք, փողոցից եկած, կամ դուք դավաճան պիղծ տականքներ եք, ինչու։ Եթե ձեզ տրվել է երկիր, որտեղ շեն երկու հանրապետություն, թշնամին դրանից 2 տարի առաջ փորձել է մտնել մեր տարածք, Արցախ, քթին ստացել է, չոք գնացել է Մոսկվա Ալիևը, խնդրել է, որ պատերազմը կանգնացնեն, այդպես է թե այդպես չի։ Ստացել ես դու այդպիսի ժառանգություն։ Քո կողքի տգետ տհասը Սյունիքի Տավուշի դեպքերից հետո ինչ էր հայտարարում պարոն Ղազարյան, որ մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որ արկղներով մեդալ ու շքանշաններ էր բաժանում, ուրեմն ինչ է ստացել քո ամուսինը ժառանգություն, ստացել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Եվ ինտելեկտուալ։ Քո տգետ տականքը հայտարարել է, մենք սկսում ենք 0 կետից, այսինքն ժամանակ ուներ ինքը 2.5 տարի առնվազն, չէ, դիվանագիտական նոր կետից սկսելու եւ դրա մասին որևէ մեկ իրան չի ասել, չի խնդրել, չի պահանջել, ինքն է հայտարարել, ճիշտ է։ Ճիշտ է, ինքն է հայտ, ասիկը չեք կարող, այս հատուկ են տգետ մասը, մենակ քո ընտանիքի տգետների համար չեմ ասում, Աննա, այն տգետ մասայի համար ենք ասում, որ ինքնա չի ասել, որ ունենք մարտունակ, չգիտեմ ես իմ ինչ, ինքնա չի ասել սկսում ենք 0 կետից, այսինքն իմ կետից, ինքն է ասել, չէ՞ որ Արցախը Հայաստան է եւ վերջ, այսինքն այս մարտն է, չէ՞ ամեն ինչ որ տարի, հիմա հարց, եթե դրանից հետո տեղի է ունենում պատերազմ, ուրեմն երկու բան կա եւ դրա հետևանքով մենք կորցնում ենք Արցախը, մենք կորցնում ենք 13000 կյանք, մենք ունենում ենք 13000 հաշմանդամ, Սյունիքի բարձունքները դու տալիս ես թշնամուն, Տավուշից տարածքներ ես տալիս, Գեղարքունիքից տարածքներ ես տալիս, Հայաստանը սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակում, կես միլիոն մարդ Հայաստանից թողնում փախչում գնում է այստեղ, 150,000 մարդ տուն չունի տնից ամեն ինչից կտրված գալիս է, ամեն ինչի գինը կրկնա պատկվում է, չէ, թանկացումներ, խայտառակ թանկացումներ, թոշակը 0 կոպեկով չեմ 1000 դրամով է ավելանում, դուք էլ գեր շքեղ ապրում եք, հարց, եթե այս ամեն ինչը եղել է, ուրեմն այդ տխմար տականք, ուրեմն դու քո ընտանիքով տգետ տականք ես, դու տգետ եք, որովհետև եթե այսքան կորուստ լինում է, դա տգիտության նշան է, չէ, կամ երկրորդ հանգամանք, կամ դուք դավաճան տականքներ եք, կամ դու դավաճան տականքներ եք ծրագրավորված, ավիրում եք մեր բանակը, ավիրում եք մեր երկիրը, հանձնել եք մեր երկիրը, հիմա էլ այս սարսափելի վիճակի մեջ եք գցել ժողովրդին, որ թողնի գնա, մնացած հատվածներ ուզում եք տակտուր, ուրեմն կամ դու քո ընտանիքով դավաճան տականք եք, կամ դու ես տգետ, չհամարձակվես բերանդ բացել, մի հատ էլ ինձ ու հյուրին կամ չգիտեմ ուժ, մի հատ ինչ-որ պիտակավորել, տգետ տական, քո ձեռքն ա եղել, տգետ, ուրեմն դու ոչ ուղեղ ունես կառավար, դու տգետ ես քո ամուսնու հետ միասին, դա տգիտության հետևանք է, եթե դու դա չես ընդունում, չնայած ես կետերով ասել, եթե դու դա չես ընդունում, ուրեմն դու տական դավաճան սրիկա ես, կա ուրիշ բան, կամ տգետ եք, կամ դավաճան եք, ուր ա մեր հայրենիքը։ Միքս։ Այո, միքս։ Այո։ Չի կարելի